Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ եւ բոլոր ովքեր հավաքվել են այստեղ։ Այստեղ հավաքված քաղաքացիները զուտ վիճակագրություն չեն, այլ իրական մարդիկ են, ովքեր կորցրել են գումարներ, ովքեր կորցրել են շարժական եւ անշարժ գույքեր ներդրումային խարդախությունների եւ կիբերհանցագործությունների պատճառով, որովհետեւ շատ հաճախ այդ գումարները պատրաստ չի եղել տանը դրված իրենց բարձի տակ, շատ հաճախ այդ գումարները իրենք վերցել են բանկերից եւ հիմա հայտնվել են պարզապես լռության եւ սուր ճգնաժամի առաջ եւ պետությունը պետք է կրի քաղաքացու առաջ պատասխանատվություն եւ քաղաքացու իրավունքները պետք է վերականգնվեն եւ ամենևին բավարար չի քաղաքացուն ճանաչել տուժող եւ քնչական գործերը պարզապես ձգձգել։ Վերնշյալի հետ կապված, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որ որևէ քաղաքացու իրավունք մինչ այս պահը չի վերականգնվել, որևէ հանցագործ, որևէ ներդրումային խարդախության կազմակերպիչ այս պահին չի ազատազրկվել, ռեալ պատիժ այս պահին չի կրում եւ քաղաքացին ուղակի մնացել է կոտրած տաշտակի առաջ եւ այս հարցով պետքա պատասխանատվություն կրի պատկան մարմինը համապատասխան պաշտոնյան, որովհետեւ համապատասխան պաշտոնյան ուղակի տապալել է կիբերհանցագործությունների եւ ներդրումային խարդախությունների դեմ պայքարը, ուղղակի ձախողել է կիբերհանցագործությունների եւ ներդրումային խարդախությունների դեմ պետության դիմադրությունը եւ մենք չենք հավաքվել այստեղ վիրավորական խոսքեր հնչեցնելու, մենք չենք հավաքվել այստեղ ծաղրելու, մենք չենք հավաքվել այստեղ ատելության խոսք տարածելու, մենք չենք հավաքվել այստեղ քաղաքական նարատիվներ պահանջելու, մենք չենք հավաքվել այստեղ աթոռներ պահանջելու։ Նախորդ բողոքի ակցիային ես ուղղակի հնչեցրել եմ, մենք իրենց սիրասուն կամ իրենց ձեռնասուն ընդդիմությունները չենք, որ մեզ կանգնեն ասեն նախկիններ, մենք էլ ասենք դուք էլ ներկա եք, չեն կարող մեր ռեալ եւ իրական եւ օրինական պահանջները վերածել բազարի, ինչպես հաճախ լինում է ազգային ժողովում եւ իշխանության տարբեր օղակներում։ Մենք չունենք պատասխան եւ չունենք պատասխան նրա համար, որովհետեւ իրենք ուղակի ձգել են ժամանակը, ձգել են, հետաձգել են եւ չունեն օրինական եւ բավարարող պատասխաններ։ Սրա հետ կապված մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի Արթուր Պողոսյանի հրաժարականը, որովհետև գործերը ձգձգելուց բացի, բացարձակապես արդյունքներ չտալուց բացի, քննչական կոմիտեի նախագահը առաջին նպատակը դարձրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համալրումը, բայց այդ գումարները այն գումարները չեն, որ պետքա հոսեն պետական բյուջե։ Այստեղ փաստորեն պետական պաշտոնյան նպատակ ա դրել, որպեսզի լավամարդ դառնա առաջին դեմքի աչքին, բայց փաստորեն առաջին դեմքին այս վարքագծով ուղակի ապակողմնորոշում է եւ քաղաքացիների իրավունքը ուղղակիորեն ոտնահարում է, ինչի ես իրավապաշտպան եմ եւ խոսում եմ միայն ու միայն փաստական հանգամանքների վրա, փաստա որ մենք արձանագրել ենք, որ որևէ քաղաքացու ում ճանաչել են տուժող, որևէ մեկ տուժողի իրավունք տարիներ շարունակ, ամիսներ շարունակ, ժամանակներ շարունակ այդ քաղաքացու իրավունքը չի վերականգնվել, գոնե մեկ։ Սա ոչ այլ ինչ է, քան անպատասխանատվություն, սա ոչ այլ ինչ է, քան իրավիճակին չտիրապետելու դրսևորում, եւ այդ գումարները, որ գնում են պետբյուջե, հոսում են պետբյուջե, սա առաջացնում է սոցիալական անարդարություն, եւ մենք առաջարկել ենք այդ գումարների հաշվին ստեղծել ֆոնդ,
որտեղից փոխհատուցում կտրամադրվի տուժող ճանաչված քաղաքացիներին, բայց այս մասով որևէ մեկը որևէ դեպքում պատասխանատվություն չի ստանձնում, մատները մատներին չեն տալիս, քաղաքացիներին կաշկանդում են, դուք նկատել եք քաղաքացիները չեն ուզում դեմքով Երևան էկրաններից։ Դուք նկատել եք քաղաքացիները ինչի են այսքան քիչ, որովհետև քաղաքացիները արդեն գումարները կորցնելուց բացի կորցրել են նաև պետության նկատմամբ իրենց վստահությունը։ Ներողություն, ինչպես են կաշկանդում քաղաքացիներին եւ նշեցիք գումարները պետբյուջե են գնում, ինչ գումարների մասին է խոսքը։ Ի նկատի ունեք քաղաքացիների կորցրած գումարները։ Այո, ի նկատի ունեմ քաղաքացիների կորցրած գումարները։ Դուք երկու հարց տվեցիք, հերթով պատասխանենք։ Ինչպես են կաշկանդում քաղաքացիներին։ Անօրինական քարոզչության եւ պրոպագանդայի միջոցով, որոնց գլխին կանգնած են հենց վերը նշյալ պետական մարմինները, ինչու։ Նախորդ բողոքի ակցիային, որը տեղի էր ունեցել կառավարության առաջ, որոշ քաղաքացիներ համարձակություն էին գտել ուղղակի ներկայացնելու իրենց վիճակը, թե ինչպես են կորցրել այդ գումարները։ Եվ պրոպագանդայի արդյունքում մենք ինչ ունենք։ Ունենք լայն հասարակության կողմից այլ տարբեր քաղաքացիների, ապակողմնորոշված քաղաքացիների կողմից, պրոպագանդայի ենթարկված քաղաքացիների կողմից պարզապես հարձակում։ Վերցրեք, տեսեք այդ վիդեոները, մեկնաբանությունները պարզապես վիրավորական է, պարզապես սպառնալիք է եւ ատելության խոսք։ Ես չեմ հասկանում քաղաքացիներին ինչպես են ապակողմնորոշել, չէ իրազեկելը քաղաքացուն կամ իրազեկելը այլ ուղղությամբ եւս հանցագործություն է, եւս անգործություն է, հա, որովհետեւ քաղաքացիներին ներկայացնել են, որ այս մարդիկ մեդիագրագետներ չեն, որ այս մարդիկ ֆինանսական գրագիտություն չունեն։ Ներողություն, եկեք ճիշտ հասկանանք, այստեղ ով չունի ֆինանսական գրագիտություն, քաղաքացիները թե պետությունը։ Պետությունը եթե ունենաց ֆինանսական գրագիտություն, հարյուրավոր միլիոն դոլարներ չէր տալու Ռուսաստանի Դաշնությանը եւ փոխարենը այդպես էլ մինչեւ այսօր զենք չստանալ դրա դիմաց։ Եվ էլի դուք խոսում եք ֆինանսական գրագիտությունից, դե եկեք խոսանք ֆինանսական գրագիտությունից, բայց այդ ինչից է, որ որևէ դեպքում դուք նկատել եք հարգելի լրագրողներ, որ որևէ դեպքում նրանք պարզապես այսպես չեն իջել քաղաքացիների եւ լրատվամիջոցների ներկայությամբ հարց ու պատասխանի մեջ մտել իմ հետ, բայց բազմիցս ընդունել են ինձ առանձին գաղտնի ծածուկ պատերի ներքո։ Ինչի, որովհետև հստակ որևէ բան չկա, կուլտուրական ժպիտների փոխանակում է այնտեղ տեղի ունենում եւ հարցը կլուծվի, բայց այսպես սա օրինական է, սա օրինական չի, գիտեք ինչ, օրինական չի, որ եւ թքած ունեմ ձեր բոլոր իրավունքները, ձեր բոլոր օրենքների վրա, որ չեն պաշտպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը։ Եթե այդ օրենքները չեն պաշտպանում քաղաքացու իրավունքները, ապա այդ օրենքները կոպեկի արժեք չունեն։ Եվ երկրորդ ձեր հարցը հետևյալն է. ինչ գումարների մասին է խոսքը, որ հոսում են պետական բյուջե։ Անգամ երեք լրատվամիջոցներով էլի մենք տեսանք հոլովակներ, էլի մենք տեսանք լուսաբանում, որ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը էլի հերոսական, այսպես սև դիմակներով մտավ ինչ-որ գրասենյակ, գետին պարկացրեց ինչ-որ մարդկանց, էլի համակարգչային գողությունների մասին էր խոսքը, էլի կիբերհանցագործությունների մասին էր խոսքը, այս քաղաքացիներին բռնում են, նրանց մոտ բռնում են ինչ-որ բավականին պատկառելի գումարներ, վերջին մեր ունեցած տվյալներով եւս 30 միլիոն դրամ եւ դրանից առաջ 670 միլիոն դրամ եւ այս գումարները չեն գտնում իրենց հասցեատերերին ու գնում են այդ գումարները պետբյուջե։ Ներողություն, ունենք նրանց պատճառաբանությունը իբրև թե լավ ասում են, մենք էլ հավատում ենք։ Չնայած իրանք այլևս արժանահավատ չի իրանց խոսքը մեր համար, բայց իրենք պատճառաբանում են իբրև այդ հանցագործները գտնվելով Հայաստանում թալանի են ենթարկել
արևմտյան երկրների քաղաքացիներին եւ օտարերկրյա քաղաքացիներին մեր համար նույնականացնելը դժվար է եւ իրական տուժողները նրանք են եւ իրական գումարները պետքա տրամադրենք իրական տուժողներին, այդպես էլ շատ դժվար է լինում, այդպես էլ անկարողների համար ամեն ինչ դժվար է։ Գործի մասնագետի համար դժվարություններ չկա։ Սրանց համար դժվար է, թող հրաժարական տան դուրս գան, ինչի համար են վեր ընկել ստեղ։ Իսկ որ անգործություն են ցուցաբերում, ձեզ ի՞նչն է պատճառը։ Չունեն քաղաքական կամք։ Պարզապես չունեն քաղաքական կամք։ Որևէ, գիտեք ինչ, կարելի է գնալ գործի, խմել սուրճ, գնալ տուն, թղթի վրա ապացուցել, որ իրենք աշխատում են։ Եվ վերջ, իրական աշխատանքներ այս ուղղությամբ չեն տարվում։ Իրականում ես նորից եմ ասում, տապալել են, ձախողել են կիբերհանցագործությունների եւ ներդրումային խարդախությունների դեմ պետական պայքարը։ Բայց իրավակարգավորում կա, ուզում եմ հասկանալ, եթե օրինակ պետբյուջե է գնացել գումարը, դուք էլ նշում եք, որ ովքեր տուժել են իրենց փոխանցվի, դրա գործիքա կազմը, մեխանիզմները, ինչպես պիտի, թե օրինակ օրենսդրական փոփոխություններ պետք է նաև նախաձեռնեն։ Ոչ մի օրենսդրական փոփոխություն պետք չի նախաձեռնել, պետք է ուղղակի քաղաքական կամք եւ պետական շում։ Դա Քանի քննչական կոմիտեի նախագահը այլ ոչ թե ես։ Ես համաձայն չեմ, ինքը նստի կոնդիցիոների զովին խմի սուրճ, ստանա աշխատավարձ, ես էլ այսպես պայքարեմ, որ կառավարությունը նման որոշում կայացնի։ Բարև ձեզ, տունը մարդ կա, որտեղից։ Այտենց կա, չէ, մարդիկ կան, դուռը ծեծում ես, տունը մարդ չկա։ Հիմա սա դրանցից մեկն է, էլի։ Կան մեխանիզմներ, մենք առաջարկել ենք մեխանիզմները միջազգային փորձի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը այն միակ հանրապետությունը չի, որտեղ տեղի են ունենում կիբերհանցագործություններ։ Պարզապես Հայաստանի Հանրապետությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ գործում են այդ հանցագործությունները զանգվածային եւ հասարակությանը ապակողնորոշել են պրոպագանդայի արդյունքում հասարակության մոտ համոզմունք են առաջացրել, որ այս դեպքում զոհը մեղավորն է եւ մեղադրում են զոհին, զոհը արդեն, չգիտեմ, դրանով իսկ անուղակի կերպով պաշտպանում են հանցագործություններին, հասկանում եք, եւ մենք առաջարկ ենք արել, այդ առաջարկը մենք ուղարկել ենք հունիսի 4-ին պետական 7 տարբեր մարմիններ, այդ թվում նաեւ քննչական կոմիտե, հա։ Առաջարկը հետևյալն է, ստեղծել այդ գումարների հաշվին, արդեն նշեցի ինչ գումարներ, կարծում եմ հասկանալի է, ստեղծել պետական ֆոնդ, որ եթե դուք քաղաքացիներին տուժող եք ճանաչում, ապա ենթադրվում է, որ տուժողների իրավունքները պետք է վերականգնվեն եւ վերականգնվի հենց այդ ֆոնդի հաշվին։ Եվ շատ խելոք միտք է եղել, մինչև հիմա չեն մարսում, բայց եղել է միջազգային փորձի հիման վրա։ Ինչա դուք կարծում եք Միացյալ Նահանգներում չկա կիբերհանցագործություն, կա եւ տասնակի, բազմակի անգամ ավելի շատ, բայց դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգների $1 կարապետությանը ուտի իր անգործությամբ, դե կներեք էլի։ Նույն բանը կարամ ասեմ Եվրոպայի մասին, եւ մենք միջազգային փորձի վրա հենվելով արել ենք մի առաջարկ, որը պետքա որտեղ գտած լիներ նրանց մտքում, սրտում եւ հոգում, հա, բայց արձագանք չկա արձագանք, որովհետեւ իրանք լավ գործեր չեն կարող անել, ինչի ես պիտի անեի այդ առաջարկը եւ ինչի իրանք չպետք է անեին։ Անկամ եթե ես արել եմ այդ առաջարկը, ինչի պիտի իրանք այսքան հապաղեին ու այսքան լռեին։ Սա կոչվում է անգործություն։ Սա չկա կամք, առաջին պահանջը հետևյալն է բացահայտել իրական հանցագործին, բերման ենթարկել, որը պիտի ռեալ եւ խիստ պատիժ պիտի կրի, պիտի խստացվեն, հա, այս պատիժները, որովհետեւ ես սկսում եմ տարակուսել, արդյոք արժե զբաղվել իրավապաշտպանությամբ, գուցե ավելի նպատակահարմար է զբաղվել կիբերհանցագործությամբ։ Եվ իրականում, եւ ասեմ ինչի, որովհետեւ ես ինչ-որ մի քանիսից, ինչ-որ մարդկանցից կգողանամ տասնյակ միլիոն մինիմումը դրամներ, ասենք օրինակ մի 30-40 միլիոն դրամ, որ մտքից դնեմ կգողանամ, հետո կբռնեն, ասենք մի 90% հավանականությամբ դժվար էլ բռնեն։ Բայց եթե բռնեն, այս փողը ես երկու տարբերակ ունեմ, կամ տամ իրանց, հետո գնա պետբյուջե ես չնստեմ, կամ չտամ իրանց, գնամ մի 3 տարի բանտ նստեմ, հետո դուրս գամ կծախսեմ իմ 30 միլիոն դրամը, ես 30 միլիոն դրամ 3 տարում չեմ աշխատելու։
Հիմա եթե Ստեղծել են մի միջավայր, որտեղ ծաղկում է կիբերհանցագործությունը եւ որտեղ խրախուսվում է կիբերհանցագործությունը եւ որտեղ մեղադրում են զոհին, այսինքն աջակցում են հանցագործությանը։ Այսինքն այսօր դուք պատկերացնում եք, այսօր քաղաքացիները եթե կորցնում են 50,000 դրամ, 100,000 դրամ, 200,000 դրամ, 500,000 դրամ, այլևս չեն դիմում հանցագործության մասին հայտարարություններով։ Սովորական բան է դարձել սա։ Ձեր մոտեցումը, որը ներկայացրել եք, բավարար են։ Դուք ինչպես եք պատկերացնում, կամ նախ այդ պետբյուջե փոխանցված գումարը իզորու է այն մարդկանց համենայն դեպս, որոնք դիմել են ձեզ, որոնց դիմումները ներկայացվել են թե դատախազություն, թե քննչական կոմիտե, բավարարելու, այսինքն փոխհատուցելու եւ արդարության սկզբունքները տեղ չի առաջանա, ինչպես պիտի ամեն մեկին ինչքան գումար պետքա տրվի, օրինակ սկզբնական փուլում, ոնց եք պատկերացնում այդ ամենը։ Մենք այդ առաջարկների մեջ հստակ մշակել ենք մեխանիզմը, թե ինչպես պետքա վերադարձվի, պետքա վերադարձվի համամասնության կարգով։ Ասենք օրինակ, հա, 1 միլիոն դրամից սկսած, ովքեր մարդը տուժել է 10 միլիոն, հիմա մենք ունենք այսքան գումար, կարողանում ենք հիմա տալ 1 միլիոն դրամը, կտանք 1 միլիոն դրամը մինչև նորից ինչ-որ մարդիկ գետին կպարկեն, ինչ-որ սև դիմակավորներ նրանց բերման կենթարկեն եւ էլի գումարներ կգտնեն եւ էլի կգնա այդ ֆոնդը եւ այդ ֆոնդից էլի կտան 2-րդ միլիոնը, 3-րդ միլիոնը եւ այդպես շարունակ։ Համամասնության տրամաբանությամբ իրանք կարան, այս ամեն ինչ այդքան բարդ իրագործելի չի։ Իրանց աչքին ամեն ինչ դժվար է եւ բազմիցս ասում են դժվար է եւ ամաչում են, շատ լավ է որ ամոթ ունեն, ամաչում են ասեն, որ իրանց մակարդակի համար անհնարին է։ Իրանց մակարդակի համար սա անհնարին է, որովհետեւ նորից եմ ասում, մենք իրականության մեջ չունենք որևէ մեկ քաղաքացի, որի իրավունքը իրանք վերականգնել են։ Իրանք ճանաչել են տուժող եւ նրա իրավունքը վերականգնել են։ Սա ուղղակի, սա գիտեք ինչ է, մենք սխալ պետական պաշտոնյա ենք նշանակել։ Սա անպատասխանատվություն է քաղաքացիների պետականության եւ պետության նկատմամբ։ Սա ուղղակի ձախողել են, ուղղակի տապալել են կիբերհանցագործությունների դեմ պայքարը, պետությունը բացարձակապես չունի իմունիտետ կիբերհանցագործությունների դեմ։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը եւ ինքը իրականում մենք ընդհանրապես ես անձնական խնդիր չունեմ այդ մարդու հետ, ես այդ մարդուն չեմ ճանաչում, անձնապես ինձ հետաքրքիրել չի իր անձնային որակները, բայց ինքը իրականում համակարգում վերահացվել բորբոքված կույրաղիքի եւ համակարգին իրական ցավ է պատճառում։ Ինքը իրականում պետքա դուրս գա աշխատանքից եւ ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը սխալմամբ դուք այս մարդուն նշանակել եք քննչական կոմիտեի պետ, հա 2024 թվականից եւ 2024 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարություն մի հատ դուք ինքներդ հետաքրքրվեք տեսեք գուցե ես սխալ եմ ասում գուցե ես ապակողմնորոշում եմ հասարակությանը Գուցե սա սուտ մատնությունն է, գուցե սա անկեղծ մեղադրանքներ են։ Մի հատ Հայաստանի Հանրապետության կառավարություն, մի հատ վարչապետ, մի հատ էլ հետաքրքրվեք 2024 թվականից մինչև 2026 թվականը, այս մարդը քանի քաղաքացու է ճանաչել տուժող եւ այդ տուժողներից քանիսի իրավունքն է վերականգնել։ Կենտրոնական բանկը Սա խայտառակություն է։ Նոր գործառույթը բանկային այդ ստոպ կոճակի վերաբերյալ, որը թողար ինչ կասեք դրա վերաբերյալ։ Ես կուզեի այդ կոճակը լիներ play, ոչ թե stop։ Stop ենթադրում է իրանից, որ մենք ճիշտ ասած սա թեմայից մի քիչ դուրս է շեղվում ենք, ես կուզեի առանձին հարցազրույց, բայց էլի կիբերհանցագործությունների դեմ պայքարի ինչ որ ձև է, որ շնորհակալ ենք էլի ներողություն կենտրոնական բանկին, որ գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է, թերևս չի բավարարում, բայց այնուամենայնիվ ինչ որ աշխատանքներ այդ ուղղությամբ կա։ Այդ կոճակը չպետք է լիներ stop, այդ կոճակը պետք է լիներ play։ Ինչի պետք է լիներ play։ Stop-ը ենթադրում է իրանից, որ ես պետք է հիմա չլինելով, մենք ունենք գրանցված 17 բանկեր։
Ինչ որ մի բանկի շահառու եմ ես, ինչ որ մի բանկի հաճախորդ եմ ես եթե այդ բանկում այդ հավելվածի վրա սեղմեցի ստոպ կոճակը, այն 16 բանկերի համար ես շարունակում եմ մնալ որպես հաճախորդ եւ հնարավոր է որ ես սեղմեմ ստոպ կոճակը եւ այն 16 բանկերում էլի հայտ գնա որ իբրև ես on-line վարկեմ ուզում։ Հիմա ես ինչ անեմ։ Ես պիտի վերցնեմ իմ հեռախոսի մեջ քաշեմ 17 հավելված եւ 17 անգամ սեղմեմ ստոպ կոճակը։ Իհարկե հարմար կլիներ սեղմել play կոճակը։ Այսինքն բոլոր բանկերը չտային on-line վարկեր, մինչև ես իմ հավելվածը քաշելուց հետո չսեղմեի play կոճակը, որը իրանց մոտ ազդանշան կուղարկեր, որ ես բացեմ, ես պատրաստ եմ, երբ որ ինձ վարկ պետք լինի, իմ անունից եկած հայտերը համարեք, որ ես եմ ուղարկել։ Սա ավելի ճիշտ մոտեցում կլիներ։